Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Ազգային ժողովի նախագահը նախառանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին Հայաստան կատարած այցի համար, նշելով, որ նման փոխադարձ այցերը կարևոր են երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, մասնավորապես ընդգծելով այն հանգամանքը, որ այցը տեղի ունենում հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հոբելյանական 80-ամյակի համատեքստում։ Վալենտինա Մատվիենկոն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր, ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական եւ մշակութային, շեշտը դնելով մասնավորապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման հարցում, նշելով, որ Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն էլ իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է։ Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Այնուհետև ՀՀ ազգային ժողովի նախագահը եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը մասնակցել են Ռուսաստանի Դաշնային ժողովի եւ Հայաստանի ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի պաշտոնական բացմանը։ Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն շրջել են նաև ազգային ժողովի շենքում ու մասնակցել ճանապարհ դեպի Սանահին, մեկ մանկատան պատմություն խորագրով ցուցահանդեսին, որի նյութերը տրամադրվել են Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի եւ Լենինգրադի պաշտպանության ու շրջափակման պետական հուշահամալիր թանգարանի կողմից։